Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանը զինվում է մինչև ատամները եւ հրապարակային հայտարարում ու ցուցադրում զինանոցի նոր զենքերով համալրվածությունը։ Ռազմական հարցերում մասնագիտացված Defense Arabian հրապարակել է մի ցուցանիշ, ըստ որի Ադրբեջանն արդեն ձեռք է բերել 448 նորա B-52 NG հրետանային համակարգ։ Ադրբեջանական բանակն ունի 600 MLRS, այդ թվում 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը ավելի շատ մեծ է, քան Հիմարսինը։ Էլբիցն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ, հիմնականում Ասլան T-72-ներ չեխական եւ ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգում էլ կատարվել է հսկայական ներդրում, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է առնվազն 100 լորա կիսաբալիստիկ հրթիռ, նաև բանակցություններ է վարել Թուրքիայի հետ Սոմահին թևավոր հրթիռների տեղակայման վերաբերյալ։ Այս հրթիռները կտեղակայվեն 50-ից 60 պակիստանյան GF-17 կործանիչների վրա ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։ Ինչու է Ադրբեջանն ավելացնում ռազմական ծախսերը, հասցնելով այն 5 միլիարդ դոլարի եւ նոր զենքեր ու ռազմատեխնիկա գնում։ Այն դեպքում, երբ Ալիևը տարածաշրջանում խաղաղության մասին է թմբկահարում։ Նախորդ 30 տարիների ընթացքում Ադրբեջանը զինամթերք էր գնում Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների համար։ Վերջին շրջանում, ըստ ռազմական փորձագետների, Բաքուն հասկացել է, որ եկել է իր սխալ քայլերի համար տարածաշրջանի պետություններին պատասխան տալու ժամանակը։ Եթե այդ երկիրը Հայաստանի դեմ զինվում է տարածքներ գրավելու համար, հիմա արդեն Իրանն է հայտնվել Ադրբեջանի հետ դիվանագիտական հակամարտող պետությունների շարքում։ Մի կողմից թվում է, թե Հայաստանի հետ մի չկարգավորված հարցեր, որոնք որ պայթյունավտանգ են, մյուս կողմից էլ նաև ակներեր է դառնում, որ խնդիրներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որքան էլ որ փորձում են դա թաքցնել, Ադրբեջանը ինքը նաև վտանգներ է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ փորձում է քողարկիչ մեթոդներով իր անվտանգության բարձիկները բարձրացնել։ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի հետ սահմաններին մոտ է նոր զորամասեր կառուցում ամրակայում առաջնագիծը, դրանք կառուցվում են նաև ադրբեջանա-իրանական սահմանագծերի մոտակայքում։ Ռազմական ագրեսիայի միջոցով Արցախն հայաթափած Ալիևը լավ գիտի եւ հաշվարկներ է արել, որ եթե իր մեծ եղբայր Էրդողանի հետ չկարողանա դիվանագիտական ճանապարհով լուծել Սյունիքով անցնող ճանապարհի հարցը, դիմելու է ռազմական գործողությունների, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին տիրելու, Սյունիքն իրենցով անելու համար։ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն գնով փորձում են Զանգեզուրյան միջանցք կոչվածը ունենալ Հայաստանի ստորագրությամբ։ Եթե չհաջողվի, ապա նրանք նաև դիտարկում են ռազմական ուժի կիրառումը, իսկ ռազմական ուժի կիրառման համար իրենք դիտարկվելու են տարբեր մեթոդներ եւ տարբեր պատճառաբանություններ, ընդհանուր միջև հակաահաբեկչական գործողությունների իրականացում, որի փորձ ունի հենց Թուրքիան Սիրիայի հետ սահմանային հատվածներում։ Ադրբեջանի ռազմական արսենալը ծանրացնելուն զուգահեռ Հայաստանը նվազեցնում է իր պաշտպանական բյուջեն, ծախսերն այլ ոլորտներ ուղղելու համար։ Հայաստանն իր փորձագետի արտաքին աշխարհին մեսիջ է հղում, ռազմական ծախսերը փոքրացնում է, քանի որ խաղաղության ճանապարհով է գնում։ Մյուս կողմից սա բավականին վտանգավոր է ներքին լսարանի համար, որովհետև 20 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են հոգեպես ոչ կայուն վիճակում եւ ցանկացած նմանատիպ հայտարարություն խիստ անդրադառնում է Հայաստանի քաղաքացու վրա եւ արտագաղթի առումով այն կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել անվտանգային էլեմենտների բացակայության պատճառով։ Քաղաքագետ վերլուծաբան փորձագետները շարունակում են պնդել Ալիևն ամեն ինչ անելու է, որ կրկին Հայաստանի հետ լինի բախում խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության հարցերը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների մասին։ Վարչապետը նշել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու փոխգործակցությունը Եվրոպական խորհրդի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրոպա խորհուրդ գործընկերության խորացմանը եւ տարածաշրջանային հարցերին։ Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատական նիստը, ինչպես գրում է ադրբեջանական լրատվամիջոցը, փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից։ Պաշտպանությունն ավելի վաղ ներկայացրել է իրենց միջնորդությունների վերաբերյալ որոշ վճիռների քաղվածքներ, եւ այժմ փաստաբանն ու պաշտպանյալը ցանկացել են ծանոթանալ մնացած հատվածին։ Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Այնուհետև ելույթ են ունեցել այսպես կոչված տուժածները։ Հաջորդ նիստը
հոկտեմբերի 7-ին է։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը փոխանցվել է ԱԺ քարտուղարության միջոցով։ Ես այլ տարբերակ չգիտեմ, բացի ազգային ժողովի քարտուղարությունը նման զեկույցն ազգային ժողովի նախագահին հասցնելու համար, նշել է նա, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե զեկույցը իրավական առումով չի էլ հանձնարարվել։ Նա հավելել է, որ հանձնաժողովի անդամների մեծ մասը ծանոթացել է զեկույցին եւ ստորագրել է, սակայն զեկույցը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, ինչի արդյունքում ազգային ժողովի կանոնակարգ օրենքի այն չի կարող ընդգրկվել ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։ Քոչարյանի խոսքով սա իրավական տեսանկյունից վիճահարույց հարց է եւ եթե զեկույցը կա, ապա փակ թե բաց այն պետք է ներկայացվի ազգային ժողովի լիագումար նիստին։ Հայաստանը 2025 թվականին առաջին անգամ հարգման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին ավարտվում է տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի եւ կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանը որպես գործընկեր երկիր։ 2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2.3%, հայտնում է Համաշխարհային բանկը։ Բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 0.48%, Իրանում 1.5%, իսկ Թուրքիայում 0.23%։ Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13%-ի անկում է գրանցվել։ Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման դեպքում տնտեսական ռիսկերից, այս մասին խորհրդարանում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նշենք, որ ֆերմերների շրջանում կան մտավախություններ, որ սահմանների բացման դեպքում երկիրը լցվելու մատչելի թուրքական գյուղամթերք, որը խեղդելու է տեղական արտադրողին։ Թուրքիայի կլիմայական պայմանները եւ պետական սուբսիդավորումը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը ամբողջությամբ կախված է դառնալու այնտեղից ներկրված մթերքից։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ իրենք տիրապետում են համապատասխան գործիքակազմի, որպեսզի կանխեն նմանատիպ սպառնալիքները։ Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա այդ process-ի դրական կողմերը շատ ավելի մեծ են լինելու։ Հիմա կարող եք հայ ժողովրդին բացատրել, թե ինչ է սպասվում իրեն սահմանի բացումից հետո։ Եթե դու ստանում ես մի հատ մեծ բան, դրա թիմ փոխարեն կարող ես կորցնել մի հատ փոքր բան, կարող ես կորցնել, բայց ավելի լավ է մենք այդ մեծ բանը ստանանք, այդ փոքր բանը այսպես նենց հեշտ կորցնենք, որ աջակցելով, ադապտացնելով, ինչ մի քիչ փակելով։ Դուք ունեք հաշվարկ, թե ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը սահմանները բացվելուց հետո, որովհետև դուք անգամ հաշվարկ չունեք, թե ինչ օգուտներ է ստանալու Հայաստանի։ Ասում եք հաշվարկ չկա։ Դե ես խորհուրդ եմ տալիս հետևել իմ գիտական գործունեության, իմ հոդվածները հերթով կարդաք եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Բագրատաշեն անցակետում մաքսային ծառայողները հայտնաբերել են հատուկ թաքստոցում ներկրվող 78 կիլոգրամ դեղորայք, որի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը։ Քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով այն ներկրել Հայաստան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կառավարությունում արձանագրեց, որ այդ սահմանափակումները ի լրում են պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվաքանակը կտրուկ ավելացել է, հատկապես 2024 թվականի վերջին, երբ պետական բյուջեն արդեն ընդունված էր։ 24 թվականին մոտ 50,000 շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62,000, այսինքն 12,000-ով շահառուների թվականակը աճել է, եւ շահառուների թվականակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջերամսյակային վերաբաշխումներ անել գումարների, մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել, եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ
ծախսել ենք։ Հիմա այս միտումները հաշվի առնելով ՊԵԿ-ն առաջարկում է եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել տարեկան ծրագիրը, որը առաջարկվում է կատարել պետական բյուջեի առանձին ծրագրի խնայողությունների հաշվին։ Դրա արդյունքում տարվա վերջում ծրագրի բյուջեն կհասնի 97 միլիարդ դրամի։ Այսքան ծավալ կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել։ Ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է, եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող։ Կառավարության նիստին օրակարգային հարցով ներկայացավ նաև էկոնոմիկայի նախարարությունը, այս անգամ թեման ջերմոցների կառուցման ծրագրի փոփոխությունն է։ Սույն նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակենք ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարի տվյալներով այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը։ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը ջերմոցների եւ ջերմատների արտադրանք է։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 136,000 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել, մասնավորապես 1000 տոննա լոլիկ ենք ավել արտահանել անցած տարվա համեմատ 8% աճը, 4500 տոննա պղպեղ ենք ավել արտահանել 59% աճը, սմբուկը ուրեմն 800 տոննա ենք ավել արտահանել 80% աճը։ Պապոյանը նշեց, արտահանման աճի դինամիկա են ցույց տվել նաև մրգերն ու ծաղիկները։ Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ այդմ Գերմանիայի կառավարությունը 4 ծրագրի իրականացման համար Հայաստանին կտրամադրի 15.6 միլիոն եվրո արժեքով դրամաշնորհային օժանդակություն։ Ձեզ ենք ներկայացնում սումն համաձայնագիրը, որով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը։ Սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6.1 միլիոն եվրո։ Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Նախագիծը հաստատվեց, որը ըստ էկոնոմիկայի նախարարի բխում է կառավարության ծրագրի 5-1 կետից, այն է Հայաստանի Հանրապետության արտահանման ռազմավարության եւ կից ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում։ Արմավիրի Արաքսգյուղում սեպտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել, ու մինչև մեծ թվով համայնքային եւ քրեական ոստիկաններ, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները փնտրում էին կրակված պարկուճներ, հիվանդանոցից ոստիկանությունը հազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն ու պարեկները ահագին հատված սանրելուց հետո հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 4 պարկուճ։ Հավաքվածների խոսքով կրակոցները արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Ի դեպ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, նա տեղափոխվել է ոստիկանության Բաղարշապատի բաժին։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են առնանման հետքեր, հողաթափ, 1 հատ ինքնաձիգից չկրակված պարկուճ։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Սենց գնում հասնում մինչև Մայրաքաղաքի սրտում կենտրոն վարչական շրջանի Ձորապ փողոցում հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է։ Դիտահորից դուրս եկող կեղտաջրերը հասնում են մինչև Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց։ Այսօր շտապօգնության կայանն է։ Լստեն։ Շտապօգնության բժիշկները պիտի գնան կանչի վայր, բայց վայրը երբ բժիշկները գնում են կանչի վայր, շատ դեպքերում պացիենտներին հորդորում են, որպեսզի պահպանեն սանիտարա հիգիենայի կանոնները, բայց դեպքում ինչ անեն այս բժիշկները։ Քաղաքացիների ահազանգին Վեոլիա ջրից պատասխանել են, որ կմոտենան, բայց արդեն 7-րդ օրն է այդ վիճակն է, գարշահոտն ու կեղտաջուրը ամենուր են։
Հակասանիտարական վիճակ է նաև Բաշինջաղյան 171 հասցեում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների խաչքարի ու պուրակի տարածքում։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող գոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով էլ ամբողջ կեղտաջուրը տարածվում է ոչ միայն շենքի բակում, այլ նաև հասնում խաչքարի մոտ։ Երկար ժամանակ է դիտահորերից թափվող կեղտաջուրը վերևին շենքի մոտից, որտեղ իդեպ փոս է փորված, սակայն ոչ մի աշխատանք կատարված չի, ամբողջ կեղտաջուրը էսա տեսնում եք, լցվում, հոսում, գալիս հասնում է այս հատվածում եւ այստեղ անտանելի վիճակ է։ Խնդիրը պետք է հրատապ լուծել, պատասխանատուների ուշադրության կարիքը կա։ Հակառակ դեպքում այդ կորաջրերը կվնասեն նաև խաչքարը։ Բայց ինչի՞ց եղել է դեպքում։ Սեպտեմբերի 30-ին մայրաքաղաքում Այասի 112 հասցեում գտնվող շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ 4 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փլուզման նշաններ չկա, սակայն որ պայթյուն է եղել, դա հաստատ է եւ այդ պայթյունի հետևանքով առաստաղը թափվել է։ Իսկ պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանի ապակիները, առաստաղի վրա փակցված պլաստմասե կոնստրուկցիաները, առհասարակ տարածքն անմխիթար վիճակում է եղել։ Տեղեկությունները, որ կարի արտադրամասը հերկվում է, կարի արտադրամաս չի։ Ժամանել են փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Պայթյունի պատճառները պարզվում են։ Հոկտեմբերի 1-ին Բագրատունյաց պողոտայում բախվել են Նիսանը, Մազդան, Կիան ու Օփելը, 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Երթևեկությունը տեսնում եք, մասսամ դարձել է դանդաղընթաց, այս պարեկները կարգավորում են երթևեկությունը, որպեսզի խցանումը երկար չտևի։ Հոկտեմբերի 1-ին Երևան-Գյումրի M1 ճանապարհին բախվել են 37-ամյա Վազգենի Նիսանն ու 24-ամյա Վոլոդյայի Վազք 2107-ը։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազելցե կայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Զրոյոթը ոնց այս վիճակում հայտնվել, կարծես հանդիպակաց վիճակած լինի։ Սեպտեմբերի 30-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Դալարի գյուղում, տներից մեկի անասնագոմում ու բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։ Ժամանել են Արմավիրի եւ Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, իսկ նրանց աշխատանքը տեղում ղեկավարում էր Արմավիրի փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։ Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում էին նաև գյուղացիները, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ընդհանուր առմամբ այրվել են մոտ 10,000 հականասնակեր ու անասնագոմի տանիքի փայտ է կառուցատարերը։ Չնայած որ քամին դժվարեցնում էր աշխատանքը, հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմի մյուս հատված ու կից բնակելի տուն։ Գյուղացիները վտանգելով իրենց կյանքը կարողացել են անասուններին դուրս բերել, բոլոր անասուններին դուրս եք չէ բերել, գյուղացիները կարողացել են անասուններին դուրս բերել անասնագոմից, սակայն կրակը տեսնում եք, անգամ մոտ մի 3-400 մետրից կողքի գյուղից անգամ կրակը տեսանելի է։ Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզում Երևան-Սևան ճանապարհին 31-ամյա Արմանը Հոնդայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին ու հայտնվել երթևեկելի գոտում։ Ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը եղել է անձրևային եղանակը, ինչը հաստատել է վարորդը։ Բարեկային ծառայությունն էլ կարծում է, որ նաև արագությունն է եղել։ Թարի փաստով Կոտայքի մարզի գումարտակում բարեկային ծառայության փաստաթղթեր են կազմվում, իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ահա